Սիրելի հետևորդներ, բարևներ Եղեգնաձոր քաղաքից։ Այնքան սիրուն է այսօր Եղեգնաձոր քաղաքը, որ ուզում եմ անպայման դուք էլ տեսնեք։ Այս ծառերը մի հատ, չգիտեմ, ամբողջը սառցապատ ոնց որ լինի, մեր վայքի Եղեգնաձորի լեզվով ասած կռավ է նստել։ Հիմա չգիտեմ դուք որ մարզում եք, որտեղ եք բնակվում, որ բնակավայրում, գրեք տեսնեմ դուք ինչ եք ասում, հա, այս ձյան փաթիլներին, սառցե փաթիլներին, մեզ մոտ կռավը դրել է, մենակ զգուշ իշնենք, տեսա, տենց, արի, տեսեք, բայց ափսոս մենք այս ծառերի ուղղությամբ չեն գնում, այս կողմն էլ չնայած սիրուն ծառերով տենց լավ տեղ ծառեր կճարեն կտեսնենք գնացինք։ Այս մասով ոյս իշքոն սիրուն է այս բյուրեղները Իս սենց տեսարանսկի քանդակագործը չէր ստեղծի, ինչ որ Աստված է բնության մեջ այսպիսի գեղեցկություն ստեղծել։ Վայ, շատ սիրուն է այստեղից եւ ուզում եմ մանկության չարաճճիություններից անել։ Ասեք, որ լավ ստացվեց։ Հեչել թե չհրճվեցինք։ Ահա, այսպես հիանալով գնում, այստեղ ավելի գեղեցիկ են ծառերը, այս մասում արվա, այս արվա կա, գետա կա, բայց դե այս մասում ծառերը շատ են ու սիրուն մի հատ տեսարան։ Այսօր ենքան հանգիստ է, շարժը քիչ, այս խանութը մտանք և գնում ենք Եղեգնաձորի ամենալավ խանութներից մեկը, չէ՞ կարելի ասել, ամեն ինչ տան համար, նորը գնացի հողամաս ավելի տաք էր, ես քրտնաշոք էր, այստեղ շատ ցուրտ է, ահա որ ցուրտ։ Տիր հաց, բա, Եղեգնաձորի լավաշ։ Դուրս եկա պատշգամբ։ Այսօր օրը շատ մռայլ է, տխուր է, առավոտից այսպես է, երեկ էլ էր այսպես մռայլ, բայց դե կեսօրին արև դուրս եկավ, առավոտ շուտ գործի գնալուց, մառախուղ, ծառերի վրա կռավ, հիմա էլի ցուրտ է այսօր, տխուր եղանակն էլ է տխրել մեր ողջ հայազգի պես, ինչու, որովհետև այսօր դե գիտեք ինչ օր է, այսօր մեր զոհերի հիշատակի օրն է, անցնեմ ներս, շարունակությունը ներսում։ Եկա ներս և ակամայից ես էլ եմ տխրել սիրելի հետևորդներ, այո իսկապես շատ տխուր է, շատ ցավալի է, այսօր այն հերոսների, այն հայ քաջորդիների օրն է, հիշատակի օրն է, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, ինչ ասեմ, նրանց ծնողներին խաղաղություն, հանգստություն, համբերություն, շատ դժվար է, բոլորի սիրտն էլ ցավում է, ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան աչքեր մնացին կարոտով, սպասելով ճանապարհին, տխուր է, դժվար է, ինչ ասեմ, թող նրանց հոգիները լուսավորվեն, նրանց շիրիմներին հանգստություն, մեծ գործ են կատարել, մեծ գործ, որ մենք այսօր այսպես հանգիստ նստել ենք, խաղաղ, ի շնորհիվ նրանց, ասում ենք փառք ու պատիվ մեր զոհերի,
հիշատակը թող վառ պահենք, ինչ ասեմ, կյանքը այդպիսին է, բոլորդ էլ գիտեք, միշտ էլ եղել են պատերազմներ, կռիվներ, հիշենք պատմություն, նույնն է, ես մեկ նստում ու մտածում եմ, ասում եմ, միշտ էլ պատերազմ եղել է, կռիվներ եղել է, ազգերը դուրս են եկել մեկը մյուսի դեմ, ազգի մեջ եղել են դավաճաններ եւ ամեն դարաշրջանում կռվի գործիքները, զենքերը տարբեր են եղել ըստ զարգացվածության, դե գիտեք, սկզբից մարդիկ պաշտպանվել են, կռվել են քարերով, նետո նետ ու նիզակներով, սուր ու թրերով, մի ազգ, մի երկիր մեկը մյուսի դեմ կռվել է, կարող է կողքի մի քանի օվկիանոսից այն կողմ ինչ որ մի երկիր, ազգ պատերազմի մասին տեղյակ չի եղել։ Իսկ հիմա ինչ եմ ասում, դարը զարգացած է, մի պատերազմ, մի կռիվ, մի չնչին ինչ որ մի բան, ողջ աշխարհը տեսնում է ինտերնետով, լրատվական ալիքներով, բոլոր մարդիկ տեղյակ են լինում, նաև ասեմ, որ այդ պատերազմի գործիքները, զենքերը հիմա ինչ են, թուրը փոխարինվել է մի սեղմակի, կնոպկայի, սեղմում են ու կարող է մի ողջ երկիր վերանալ երկրագնդից, զարգացել է դարը, մարդիկ էլ դարձել են դաժան, անսիրտ, մեկ մտածում եմ, ասում եմ, ինչ եք կիսում իրար հետ, ինչ եք դուք կիսում իրար հետ, մեկա ոչ մեկ այս աշխարհից ոչինչ չի տանելու, ոնց դատարկ ձեռով գալիս են լույս աշխարհ մարդիկ, դատարկ ձեռքով էլ գնում են, ոչինչ չեն տանելու, ոչ մի բան, ոչ հողատարած, ոչ հարստություն, ոչ ոսկի, մեկ զարմանում եմ ու ասում եմ, ապրեք խաղաղ, ապրեք հանգիստ, ինչ եք իրար տալի առնում, հողեր կիսում, դժվար է շատ, միգուցե մենք, ես սխալ եմ մտածում, նրանք են ճիշտ, եւ մեկ ասում եմ, կյանքը գոյության պայքար է, գոյության կռիվ է կյանքը, ոմանք կռվում են սննդի համար, գոյատևելու համար, ոմանք էլ պայքարում են նոր տարածքներ, նոր պետություններ, նոր սահմաններ նվաճելու համար, աղքատ մարդիկ էլ կռվում են գոյատևելու համար, գոնե մի փոքրիկ օրվա հաց վաստակեն, այո, կյանքը գոյության պայքար է։ Ինչ եմ ուզում ասել, թող աշխարհում վերանան պատերազմները, ազգը ազգի դեմ դուրս չգա, հողերի համար չպայքարեն, ապրենք խաղաղ կյանքի օրերը, դա ենք ուզում, երեխա ժամանակ, երբ բացիկներում տեսնում էին, որ շնորհավորանքներ էին գրում, այն ժամանակ շատ էր տարածված մարտի 8-ին բացիկներ, նոր տարվանը բացիկներ ու այնքան գեղեցիկ նկարներով, մի խոսքով, ես էլ երեխա էի վերցնում կարդում էի, պարտադիր այնտեղ նշվում էր, ցանկանում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, հաջողություն, մտածում էի, ինչ բաներ են մաղթում միմյանց, առողջություն, չէի հասկանում, թե առողջությունը ինչ է, երեխան մեծանալով, դե հիմիկվա երեխաների մասին չեմ խոսում, մեծանալով նոր ենք հասկանում, որ այո, առողջությունը ամենաթանկ բանն է, խաղաղությունը նույնպես, եթե առողջ ես, երկրում չկա խաղաղություն, կարող է պատերազմի զոհ դառնաս, կռվի զոհ դառնաս, կամ առողջ ես ու խաղաղություն էլ կա երկրում, բայց հաջողություն չունես, կարող է ինչ-որ մի դեպք, ոնց անես հաջողակ չլինես, հաջողություն չունենաս, ինչ եմ ասում, այս 3 բարեմաղթանքները թող ուղեկից լինեն բոլորիդ, մեր հայ ազգին, դարերի ժողովուրդ ենք, պայքարել ենք, գոյատևել ենք ու ինձ թվում է, որ որպես ազգ, որպես պետություն դեռ շատ երկար ենք գոյատևելու։ Այսքանը սիրելի հետևորդներ, այսօրվա հետ կապված, տեսակ այսօր գործանելս չի գալի, մտածում եմ ինչ անեմ, ինչ պատրաստեմ, երեկվա տոլմայից կա, կերան, բայց ուզում եմ մի մեծ հետաքրքիր բաներ պատրաստել, ուտելու,
Գաթայի խմոր, մի հետաքրքիր խմոր, ինչ-որ մի բան սարքեմ, կարելի է փանքեկ պատրաստել, երեխաները ուտում են, մածուն էլ կա, փանքեկ պատրաստեմ, մի բաժակ թեյ խմենք, արդեն տաքացնում եմ, Լիլիթը տոլմա ուզես տաքացնեմ գա ուտի, Փանքեքի համար ինչ էր պետք ինձ, հա, բուսայուղ, սոդա, ալյուր, ձու և պեսոկ։ Հեսա թող տաքանա։ Տաքացրել եմ, բանը տերևով դնեմ, բա, կապուստա արի դե։ Երկու հատ, հա? Լիլիթը ինչպես միշտ պետք է հյուրասենյակի սեղանին իր հացը ուտի։ Ասում եմ, բա ինչի համար է սեղան եք դրել։ Ինքը սիրում է հյուրասենյակում իր հացը ուտել։ Մեկ բաժակ շաքարավազ, մեկ ձու, ամենահեշտ բաղադրատոմսը։ Հարիչով անեմ։ Հարիչով հիմա լավ հարեմ։ Փանքեկ։ Քաղցը։ Կարա կնի մի կարշների գույնով անես։ Չի լնում, լավ աշոտ ջան։ Խի։ Չի լնում։ Հա, համով չի լնում կակա։ Քաղցրան է։ Հա։ Հա։ Ինչ Լիլիթ։ Մի քիչ էլ բուսայուղ։ Ջրիկությունը որոշենք։ Իսկականն է։ Անտիր։ Տարածքը ազատենք։ Ուտխենք։ Տապակն էլ հանենք։ Դե պատրաստ ենք։ Գնացինք։ Ապսե, մոռացել էի։ Ой, снова 25, снова повторила. Ինչ? Снова 25, снова повторила. Չի վարվել։ Надо
Белоснежно. Որ գազ խոսցնես, նա ինչ լավ է եղել։ Это есть. Երկու կողմն է ձեռքս վառեցի, այ աղջի ջան գնանդե է։ Հարես կամ լիլին։ Շատ են կոմլեցրեցի։ Պետք է մի քիչ թույլ լինի, շատ պինդ պետք չի, որ ինքն բացվի ու տարածվի։ Յուրիթի նման անհամբեր եմ։ Պոկեմ։ Տիրա։ Հոպ։ Սրան որ դե տեղավորենք։ Ահա, փանքեքը թխեցի և մեշոկ պապին էլ եկավ։ Մեզ փոքր ժամանակ, որ վախցնում էին, ասում էին մեշոկ պապին եկավ։ Եկավ։ Սա փանքեքը, շատ լավ ստացվեց ու քանի որ տապակը տաք է, և ես էլ այս քան արևածաղիկ ունեմ, հողամասի արևածաղիկներն են, մի քիչ բովենք, չրթենք, պահել ենք, ինչ անենք, մեկ էլ խամյակին կտանք, խամյակը առանց բովել է, նոթի արևածաղիկը սրանից լավն է, լծնեմ, մի քիչ բովենք, պարապենք, ձմեռ, մենք էլ պարապ, բովենք, որ հավասար լինի, Ջան, արանք էլ փորձում եմ, որ տեսնեմ հոշատ չի բովում, ալ շատ պետք չի, թող սառի, և ես էլ այստեղ միացնեմ թեյ խմենք, սպիտակ տեսակ էլ ունեմ, են էլ ալավը, ես էլ, թեյ խմողներ, նյատում, Աշոտ փանքեքը եղել է, արի, թեյը պետք է խմեմ, փանքեքով չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, այս թեյն էլ պետք է խմենք հորած պանրով, լավաշով, հենց այսօր Եղեգնաձորից իմ սիրած լավաշից եմ գնել, բերել, և եթե ես պանրով եմ խմում, պանիր պետք է օգտագործեմ թեյ խմելուց, ապա շաքարավազ եմ լցնում թեյին, 3 գթալ,
Սա էլ լավաշ։ Ոչ մեկ չեն խմում, դե չեք խմում, մի խմեք, ես կխմեմ, ես էլ եղեգնաձորի լավաշները, ոնց որ թոնրա լավաշ լինի։ Մի հատ նայեք։ Ասեք, որ հորած պանրով թեյը մի հատ, չգիտեմ ինչա, համեղություն։ Տարաշն է թող, տյապսև տարաշի մոտ։ Տարաշի մոտ։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ այսօրվա համար այսքանը բավական է։ Մի պահ մտածեցի, որ այսօր վլոգ չտեղադրեմ, բայց ասեմ, որ մեկ օր չեմ երևում YouTube-յան հարթակում ձեր աչքերին, գրում եք նա ազուր է, սպասում ենք, որոշեցի այսօրվա վլոգն էլ այսպես ներկայացնել, բոլորիս մոտ էլ այդպես է լինում, որ ուզում ես գոնե մի օր ոչինչ չանել, ոչ մի գործ, ոչ մի վլոգ, բայց գիտեմ, որ դուք շատ հոմփեր եք, ինչ շատ եք սիրում եւ անպայման կասեք, տեսնես ուր է այս աղջիկը։ Դրա համար այսքան կարճ վլոգ, որ ինձ բացակա չդնեք եւ ձեզ ասում եմ բարի գիշեր, առողջ եղեք, էլ ինչ ասեմ, Աստված ձեր սրտի ուզածով ձեզ տա, հաջողություն։